Ֆիլմերում, սերիալներում, թատրոնում, կյանքում կան շատ հետաքրքիր և հաճելի պահեր։ Բայց կա մի բան, որտեղ ամեն ինչ ավելի հետաքրքիր է և ավելի հաճելի։ Եվ դա ինչն է, իհարկե, ֆուտբոլը։ Ողջույն ընկերներ, ձեզ հետ է նորից Վակ Սպորտի Վահագն Ամիրջանյանը և ես եկել եմ քննարկելու շաբաթվա թոփ ֆուտբոլային իրադարձությունները։ Գնացինք։ Ֆուտբոլային շաբաթվա քննարկումը սկսենք Լիգա 1-ից, որտեղ տեղի ունեցան մի շարք հետաքրքիր հանդիպումներ և դրա համար իհարկե մեզ ինչ է պետք վերցնել կախարդական հեռախոսը, որտեղ բոլոր հանդիպումներն են։ Առաջին հանդիպումը Լանս Անժե հանդիպումն էր, որտեղ Լանսը ուղղակի քարուքանդ արեց Անժեին ֆուտբոլային բոլոր իմաստներով և բոլոր ասպեկտներում։ Առաջի խաղակեսում էլ, երկրորդ խաղակեսում էլ Լանսը ուներ շատ մեծ առավելություն և եկեք հերթով սկսենք խաղի բոլոր դրվագները ուսումնասիրել։ Նախ խաղի 13-րդ րոպեին Աբդուլհամիդի փոխանցումից հետո Տովենը հաշիվը դարձրեց 1-0, Տովենը ընդհանրապես Լանսի հիմնական առաջատարն է և այս խաղում ֆենոմենալ հանդիպում անցկացրեց։ Ընդամենը 12 րոպե անց Տովենի փոխանցումից հետո արդեն Էդուարը հաշիվը դարձրեց 2-0, խաղի 39-րդ րոպեին Սանգարեն Թոմասոնի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3-0 և սրանից հետո իհարկե շարունակվեց տոնախմբությունը արդեն երկրորդ խաղակեսում, նախ Տովենի փոխանցումից հետո Էդուարը հաշիվը դարձրեց 4-0, դրանից հետո իհարկե կարողացան խաղի 62-րդ րոպեին Մաշինեի հարվածից հետո ավելի ճիշտ Ռաուլիսոյի փոխանցումից հետո հաշիվը կրճատել Անժեի ֆուտբոլիստները, բայց խաղի 72-րդ րոպեին Ուդոլա Սիմայի փոխանցումից հետո դրեց վերջնակետը 5-1։ Լանսը շատ տպավորիչ հաղթանակ տարավ և այս հաղթանակից հետո ժամանակավորապես բարձրացավ Լիգա 1-ի առաջին հորիզոնական, որտեղ պետք է սպասեր Պարիս Սեն-Ժերմենին, իսկ Պարիս Սեն-Ժերմենը իր հերթին բարդ արտագնախաղ պետք է անցկացներ Նիսի հետ, բայց այդ խաղը իրականում բարդ չստացվեց։ Այո, խաղի առաջին րոպեները մինչև, այսպես ասած, 30-րդ րոպեն շատ հանգիստ հանդիպում էր եթում, Պարիս Սեն-Ժերմենը չէր տալիս այն արագությունները, որը մենք սովոր ենք, Պարիս Սեն-Ժերմենը ինչպես միշտ մեծ ռոտացիա էր դիմել Լուիս Էնրիկեն և շատ ֆուտբոլիստներ մեկնարկային կազմում չէին և խաղի առաջի գոլն էլ խփվեց միայն խաղի 42-րդ րոպեին առաջի խաղակեսի, այնտեղ 11 մետրանոց վաստակեց Պարիս Սեն-Ժերմենը, որը 100% ճիշտ էր, այնտեղ կար հստակ ձեռքով խաղ և գնդակին մոտեցավ Նունու Մենդեշը և վստահորեն իրացրեց հաշիվը դարձնելով 1-0։ Երկրորդ խաղակեսի արդեն մեկնարկում Նունու Մենդեշի հիասքանչ փոխանցումից հետո Դեսիրե Դուեն ոչ պակաս հիասքանչ հարվածով հաշիվը դարձրեց 2-0 և արդեն այս գոլից հետո ամեն ինչ պարզ էր, թերևս դրանից հետո խաղի 61-րդ րոպեին շատ բարդ ֆուտբոլային անունով ֆուտբոլիստ Նդայիշիմիեն ստացավ կարմիր քարտ Նիսից և սրանից հետո Պարիս Սեն-Ժերմենը շատ հանգիստ սկսեց խաղալ, իր հնարավորություններին սպասել, ոչ մի ինչ-որ լուրջ հնարքների չգնաց, նշեմ, որ այս կարմիրից հետո ընդամենը 3 րոպե հետո Լիկանենի փոխարեն խաղադաշտում հայտնվեց Ուսման Դեմբելեն, որը հետո պետք է աչքի ընկներ գոլային փոխանցմամբ։ Նշեմ, որ նաև խաղի 76-րդ րոպեին խաղադաշտ մտան Խվիչայի փոխարեն Մբայեն, Դուեի փոխարեն Գոնսալո Ռամոշը և Նունու Մենդեշի փոխարեն Դրո Ֆերնանդեսը, որը ևս պետք է աչքի ընկներ, և խաղի 81-րդ րոպեին Դեմբելեի հիասքանչ փոխանցումից հետո Դրո Ֆերնանդեսը խփեց Պարիս Սեն-Ժերմենում իր առաջին գոլը և եթե ես չեմ սխալվում, պրոֆեսիոնալ ֆուտբոլային մակարդակում ընդհանրապես նա խփեց իր առաջին գոլը, ես հիշում եմ, որ նա ընկերական խաղին էր կարծես թե գոլ խփել, բայց պաշտոնական խաղում իմ հիշելով և իմ ունեցած ինֆորմացիայով սա ընդհանրապես մեծերի ֆուտբոլում, այսպես ասած, Դրո Ֆերնանդեսի առաջին գոլն էր։ Խաղի 85-րդ րոպեին է Զայիր Էմերին հաշիվը դարձրեց 4-0 և դրեց, այսպես ասած, յուղոտ վերջակետը։ Տուրի կենտրոնական հանդիպումները տեղի ունեցան արդեն կիրակի օրը և միմյանց հետ նախ մրցեցին Լիոնը և Մոնակոն։ Իրականում Լիոն Մոնակոյի և Մարսելի Լիլի խաղերը շատ նման էին սցենարներով, բայց եկեք սկսենք Լիոնի խաղից։ Լիոնը խաղում էր սեփական հարկի տակ և կար տպավորություն, որ Լիոնը պետք է ավելի լավ տեսք ունենա,
բայց ընդհանուր առմամբ Լիոնը եւ առաջի խաղակեսում եւ երկրորդ խաղակեսում խաղային ասպեկտում զիջում էր Մոնակոին եւ Մոնակոն ավելի վտանգավոր էր գրոհում, բայց խաղի առաջին գոլը խփեց Լիոնը Էնդրիկի փոխանցումից հետո Սուլցը խաղի 42-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, մեկնարկեց երկրորդ խաղակեսը, որտեղ Մոնակոն ուներ շատ մեծ առավելություն եւ խաղի 62-րդ րոպեին Ակիլուշը Մոնակոյի առաջատար ֆուտբոլիստներից մեկը նախ հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ խաղի 72-րդ րոպեին 11 մետրոնց իրավունք վաստակեցին Մոնակոյի ֆուտբոլիստները եւ Բալոգունը խփեց երկրորդ գոլը։ Խաղի 89-րդ րոպեին Տալիաֆիկոն շատ կոպիտ խախտման համար հեռացվեց խաղադաշտից եւ իրականում դրանից հետո ոչինչ չկատարվեց։ Մոնակոն հաղթեց 2-1 հաշվով, թերևս իմ կարծիքով կարող էր ավելի շատ գոլ խփել, որովհետև ուներ իրոք շատ հնարավորություններ։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ուզում եմ խոսել, արդեն նշեցի նախորոք, որ մյուս կենտրոնական հանդիպումն էր Մարսել-Լիլ։ Մարսել-Լիլ հանդիպումը գրեթե ընթացավ այնպիսի սցենարով, ինչպիսին ընթացավ մյուս հանդիպումը, ուղղակի այստեղ կար մի տարբերություն, որ ընդհանուր առմամբ հավասար հանդիպում էր ընթանում, երկու թիմերն էլ լավ տեսք ունեին, Լիլը ստեղծեց քիչ ավելին եւ այդ քիչ ավելին էլ կարողացավ օգտագործել, ավելի լավ օգտագործեց իր պայերը, քան Մարսելը։ Խաղի առաջի խաղակեսի 43-րդ րոպեին Պաշաուի փոխանցումից հետո Նվաներին հաշիվը դարձրեց 1-0, երկրորդ խաղակեսի մեկնարկում Մենյեն 49-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1-1 եւ 86-րդ րոպեին Մենյեի փոխանցումից հետո Օլիվեր Ժիրուն խփեց իր հերթական գոլը, հաղթական գոլը 1-2 եւ Լիլը շատ կարեւորագույն հաղթանակ է տոնում։ Այս խաղերից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետեւյալ տեսքը. Paris Saint-Germain-ը 1 խաղ պակաս անցկացրած ունի 60 միավոր 26 խաղում, Լանսը երկրորդն է 59 միավորով, Մարսելը երրորդն է 49 միավորով, Լիոնը 4-րդն է 47 միավորով, բայց 5-րդ տեղում գտնվող Լիլը եւս ունի 47 միավոր, Մոնակոն 6-րդն է 46 միավորով եւ Ռենը 44 միավորով 7-րդն է։ Այստեղ եվրագավաթային գոտու համար պայքարը ուղղակի ֆենոմենալ է։ Առաջնության գլխավոր ռմբարկուն այս պահին Պանիչելին է 16 գոլով եւ 1 գոլային փոխանցմամբ, նա այս տուրում շրջանցեց Գրինվուդին, Գրինվուդը երկրորդն է 15 գոլ եւ 4 գոլային փոխանցում, Լեպոլը Ռենից երրորդն է 14 գոլ եւ 3 գոլային փոխանցում, 4-րդը Լանսից Էդուարն է 12 գոլ եւ 3 գոլային փոխանցում եւ 5-րդը Սուլշն է 11 գոլ եւ 3 գոլային փոխանցում։ Լանսը փորձում է ինչ-որ պայքար առաջարկել այս պահին Paris Saint-Germain-ին, Paris Saint-Germain-ը իրականում մտածելու տեղ ունի այստեղ, իսկ եվրագավաթային գոտու պայքարը ուղղակի փառահեղ է, որին մենք իհարկե տուր առ տուր կհետևենք եւ կհասկանանք ի վերջո ովքեր կլինեն ոսկե քառյակում Չեմպիոնների լիգայի հետ կապված։ Հաջորդ առաջնությունը, որ ցանկանում եմ խոսել, Բունդեսլիգան է, որտեղ իրականում եղան մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ Եկեք սկսենք Լայպցիգ-Հոֆենհայմ հանդիպումից, որտեղ Լայպցիգը ուղղակի չնկատեց Հոֆենհայմին եւ ջախջախեց ուղղակի մրցակցին, արդեն առաջի խաղակեսում այնտեղ շատ մեծ տոնակատարություն էր։ Սկսենք ամենասկզբից, խաղի 17-րդ րոպեին Գրուդան բացեց խաղի հաշիվը, հետո 21-րդ րոպեին Բաուգարտները Ռաումի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2-0, հետո Բաումգարտները արդեն Գրուդայի փոխանցումից դուբլի հեղինակ դարձավ եւ հաշիվը դարձրեց 3-0 խաղի 30-րդ րոպեին, հետո արդեն Գրուդան դուբլի հեղինակ դարձավ Դիոմանդեի փոխանցումից հետո խաղի 44-րդ րոպեին հաշիվը դարձնելով 4-0, Առաջի խաղակեսի ավելացված վերջին րոպեին Դիոմանդեն խփեց նաև 5-րդ գոլը, բայց այնտեղ խաղից դուրս իրավիճակ նկատվեց վառի միջոցով եւ գնդակը չհաշվեց։ Երկրորդ խաղակեսը անցավ ավելի հանգիստ պայքարում, Լայպցիգը ինչ որ շատ մեծ ճնշում չէր գործադրում, Հոֆենհայմն էլ ինչ որ բան չէր առաջարկում եւ միայն խաղի 78-րդ րոպեին Հենրիխսը խփեց 5-րդ գոլը եւ դրեց այս խաղի վերջնական արդյունքը։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Հայդենհեյմ Բայեր Լևերկուզեն հանդիպումն էր, որը տուրի լավագույն հանդիպումներից մեկն էր, ես կասեի լավագույնը, եթե չլիներ Բորուսիա Դորտմունդի ֆանտաստիկ քամբեքը, բայց դրան կանդրադառնանք։ Այս խաղում էլ իրականում եղավ, կարելի է ասել, ինչ որ չափով քամբեք։ Առաջի խաղակեսում Բայեր Լևերկուզենը ուներ
շատ մեծ առավելություն խաղային եւ նաեւ հաշվի մեջ կարողացավ արտացոլել այդ առավելությունը։ Նախ Գարսիայի փոխանցումից հետո Տիլմանը խաղի 22-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 35-րդ րոպեին Գրիմալդոյի փոխանցումից հետո Շիկը հաշիվը դարձրեց 2-0։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, Հայդենհեյմը սեփական արկիտակ էր խաղում եւ սովորաբար նրանք սեփական արկիտակ շատ ձիգ թիմ են եւ կարողանում են անակնկալներ մատուցել, ակտիվ մեկնարկեցին երկրորդ խաղակեսը եւ խաղի 56-րդ րոպեին Բուշի փոխանցումից հետո Բերենսը հաշիվը կրճատեց 1-2։ Խաղի 72-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեցին Հայդենհեյմի ֆուտբոլիստները եւ Պիեր Ռինգերը հաշիվը դարձրեց 2-2։ Սրանից հետո Գրիմալդոն եւս մեկ գոլային փոխանցում կատարեց Շիկին եւ Շիկը դուբլի հեղինակ դարձավ խաղի 79-րդ րոպեին եւ հաշիվը դարձրեց 2-3։ Սրանից հետո թվաց, թե Բայեր Լևերկուզենը կպահի այս արդյունքը, կգնա կամ 4-րդ գոլի հետևից եւ ոչ մի կերպ չի կորցնի այս հաղթանակը, բայց Պիեր Ռինգերը նաև դուբլի հեղինակ դարձավ Բեքի փոխանցումից հետո խաղի 85-րդ րոպեին, բայց սա ձեր իմացած Բեկը չէ Վենդետայի, սա Հայդենհեյմի Բեկն է եւ հաշիվը դարձավ 3-3։ Բայեր Լևերկուզեն Հայդենհեյմ խաղը ուղղակի ֆանտաստիկ իրոք ստացվեց եւ այսպես էլ հանդիպումը ավարտվեց 3-3 հաշվով։ Հաջորդ խաղը Բավարիայի հանդիպումներ Ունիոն Բեռլինի հետ, այստեղ ինչ-որ շատ ասելու բան չկա, Բավարիան նորից դոմինանտ էր երկու խաղակեսերում, ստեղծեց աննորմալ թվականակի XG 5.08, կատարեց 31 հարված, որոնցից 9-ն էր դիպուկ, իսկ մրցակիցը 5-ը եւ 1-ը դիպուկ, չգիտեմ, ունեցավ ընդհանուր 10 մեծ հնարավորություն այս խաղում, բայց խփեց 4 գոլ։ Նախ առաջի խաղակեսի 43-րդ րոպեին Օլիսեն բացեց խաղի հաշիվը, հետո 45+1-ին Գնաբրին հաշիվը դարձրեց 2-0, 49-րդ րոպեին Լայմերի փոխանցումից հետո իհարկե իր հերթական գոլը խփեց Հարի Քեյնը եւ խաղի 67-րդ րոպեին Գնաբրին դուբլի հեղինակ դարձավ եւ հաշիվը դարձրեց 4-0։ Մի խաղ, որտեղ իրականում Բավարիան կարող էր հաղթել անգամ մինչև 10-0 հաշվով, հաղթեց 4-0 հաշվով, եւս մեկ անգամ հաստատելով իր հզորությունը համաշխարհային ֆուտբոլում։ Եվ վերջին հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, եւ Բունդեսլիգայի տուրի լավագույն հանդիպումը Բորուսիա Դորտմունդ-Համբուրգ։ Ֆենոմենալ հանդիպում բոլոր իմաստներով, աննորմալ XG-ներ Բորուսիա Դորտմունդի կողմից 6.01 ընդդեմ 1.52-ի, բայց ունենալով անգամ այդպիսի առավելություն, իհարկե հիմնական առավելությունը երկրորդ խաղակեսում էր, բայց առաջի խաղակեսում էլ պայերի ստեղծման առումով Բորուսիան ավելի շատ պաս ստեղծեց, քան Համբուրգը։ Թերևս առաջի խաղակեսը տոտալ, այսպես ասած, ձախողվեց Բորուսիա Դորտմունդը եւ ասենք թե ինչպես ձախողվեց։ Խաղի 19-րդ րոպեին Միքել Բրենսիսի փոխանցումից հետո Օտելեն հաշիվը դարձրեց 1-0, խաղի 38-րդ րոպեին Վիերայի փոխանցումից հետո Լոկոնգան հաշիվը դարձրեց 2-0։ Առաջի խաղակեսում Բորուսիան կարող էր կրճատել հաշիվը, բայց Նմեչան չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, երկրորդ խաղակեսում սկսեց այն, ինչ որ սպասվում էր։ Բորուսիա Դորտմունդը ուներ անհավանական առավելություն, ստեղծում էր պահը պահի հետևից եւ միայն սակայն այդքան հնարավորություններ ստեղծելուց հետո այնտեղ գնդակ անհավանական չէր հայտնվում դարպասում կամ Համբուրգի դարպասապանն էր փրկում կամ դարպասածողին էր դիպչում կամ ինչ որ հրաշքով շեղ էր ընթանում եւ ի վերջո 11 մետրանոց վաստակեցին Բենսեբայինին 73 րոպեին իրացրեց 1-2 խաղի 78-րդ րոպեին Գիրասին խփեց իր հերթական գոլը 2-2 84-րդ րոպեին եւս 1 վաստակած 11 մետրանոց եւ Բենսեբայինին հաշիվը դարձնում է 3-2 Բորուսիան ֆենոմենալ քամբեք է իրագործում այս խաղում եւ շատ կարեւոր հաղթանակ տոնում իր համար այս հանդիպումներից հետո մրցաշարային Արուսիակը ունի հետեւյալ տեսքը 27 տուրերից հետո Բավարիան ունի 70 միավոր, Բորուսիա Դորտմունդը 61 միավոր, Շտուտգարտը 53 միավոր, Լայպցիգը 50 միավոր, Հոֆենհայմը ունի հավասար միավորներ 50 եւ Բայեր Լևերկուզենը ունի 46 միավոր։ Առաջնության գլխավոր ռմբարկուն իհարկե Հարի Քեյնն է 31 գոլ եւ 5 գոլային փոխանցմամբ, երկրորդը Ունդավն է 18 գոլ եւ 5 գոլային փոխանցմամբ, երրորդը Լուիս Դիասն է 15 գոլ եւ 11 գոլային փոխանցմամբ, չորրորդ հորիզոնականում Baumgartner-ն է 12 գոլ եւ 6 գոլային փոխանցմամբ։ Ես ամեն դեպքում ուզում եմ նաեւ նշել, որ 6-րդ տեղում Օլիսեն է 11 գոլ եւ 17 գոլային փոխանցում։
Իհարկե ընդամենը 7 տուր է մնացել եւ կարծես թե այստեղ չեմպիոնական հարցը ամբողջովին փակված է 9 միավորի տարբերությունը չեմ կարծում թե 7 տուրերում Բավարիան ինչ որ կերպ կկորցնի, բայց այստեղ եւս շատ հետաքրքիր է Եվրագավաթային պայքարը, որին մենք իհարկե մեծ ուշադրությամբ կհետևենք եւ իհարկե հետաքրքիր կլինի ի վերջո Բայեր Լևերկուզենը կհայտնվի քառյակում թե ոչ։ Իտալական ֆուտբոլում շարունակվում են հետաքրքիր իրադարձությունները եւ եկել է ժամանակը խոսելու Ասերիայի մասին։ Ասերիայի առաջին հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Կալյարի-Նապոլի հանդիպումն էր, որտեղ ամեն ինչ իհարկե որոշվեց խաղի երկրորդ րոպեին, Մակտոմինեը կարողացավ խաղի երկրորդ րոպեին բացել խաղի հաշիվը եւ դրանից հետո այլևս գոլեր չեղան։ Ընդհանուր խաղային առումով եւ առաջին խաղակեսում եւ երկրորդ խաղակեսում Նապոլին ուներ բացահայտ առավելություն։ Կալյարին երկու խաղակեսերում էլ այդպես էլ դիպուկ հարված չկատարեց Նապոլիի դարպասին, ոչ մի բանով աշկի չընկավ, իրականում Նապոլին կարող էր հաղթել նաև 2-0, 3-0, բայց հանդիպումն ավարտվեց սակավաթիվ 1 գնդակի տարբերությամբ Նապոլիի օգտին։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Միլան-Տորինո հանդիպումն էր, տուրի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը ստացվեց, որքան էլ անսպասելի էր, որտեղ սովորաբար Միլանի խաղերը ավելի անհետաքրքիր են ստացվում, բայց այս անգամ մենք տեսանք շատ հետաքրքիր ֆուտբոլ, երկկողմանի, լիքը պահերով, ավելի վտանգավոր, իհարկե գրոհում էր Տորինոն, բայց ավելի արդյունավետ էր Միլանը։ Առաջին խաղակեսում ընդհանրապես Տորինոն շատ լավ տպավորություն թողեց, երկրորդ խաղակեսում ընդհանուր առմամբ հավասար պայքար էր։ Խոսենք առաջի խաղակեսի մասին, որքան էլ Տորինոն ավելի լավ էր խաղում, քան Միլանը, բայց խաղի առաջին գոլը խփեց Պավլովիչը խաղի 36-րդ րոպեին, ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ։ Այդ գոլը իհարկե կարող էիք տեսնել իմ Telegram-յան ալիքում, որտեղ բոլոր թոփ հանդիպումների գոլերը հայտնվում են, բայց առաջի խաղակեսում իհարկե լավ խաղացող Տորինոն պատասխանեց եւ Սիմեոնեն խաղի 44-րդ րոպեին հաշիվը դարձրեց 1-1։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, ընդհանուր առմամբ հավասար պայքար էր, բայց ավելի արդյունավետ էր Միլանը։ Նախ Պուլիշիչի փոխանցումից հետո խաղի 54-րդ րոպեին Ռաբիոն հաշիվը դարձրեց 2-1 եւ ընդամենը 2 րոպե հետո Ատեկամեի փոխանցումից հետո Ֆոֆանան հաշիվը դարձրեց 3-1։ Խաղավերջում 11 մետրանոց նշանակվեց Միլանի դարպասին, 83-րդ րոպեին Վլաշիչը վստահորեն իրացրեց այն եւ հաշիվը դարձրեց 3-2։ Սրանից հետո կար որոշակի լարվածություն, որ Միլանը կարող է այս հաղթանակը իր ձեռքից բաց թողնել, բայց Միլանը պահպանեց այս հաղթական հաշիվը եւ պետք է սպասեր Ինտերի խաղին։ Սակայն մինչև Ինտերի խաղի մասին խոսալը, որի մասին մենք կխոսանք վերջինը, հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Յուվենտուս-Սասուոլո հանդիպումն է, շատ դրամատիկ հանդիպում, դաժան հանդիպում Յուվենտուսի երկրպագուների համար։ Յուվենտուսը առաջի խաղակեսում ուներ տոտալ բացահայտ առավելություն, բայց կարողացավ խփել ընդամենը 1 գոլ, խաղի 14-րդ րոպեին Կոնսեսաուի փոխանցումից հետո Յիլդիզը շատ գեղեցիկ գոլ խփեց եւ հաշիվը դարձրեց 1-0։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ ոչինչ չէր խոսում նրա մասին, որ կարող է Յուվենտուսը գոլ բաց թողնել, որ Սասուոլոն կարող է ինչ-որ վտանգավոր պաս ստեղծել, բայց ոչ մի բանի Սասուոլոն գրոհ անցկացրեց եւ Բերարդիի փոխանցումից հետո Պիրամոնտը հաշիվը դարձրեց 1-1։ Սա բառի բուն իմաստով սառը ցնցուղ էր Յուվենտուսի համար, որովհետև Յուվենտուսը չհասկացավ, թե ինչպես կարելի է ունենալ այդքան մեծ առավելություն, 1 բա անջատվել, բաց թողնել գոլ, մրցակիցը դրանից հետո էլի ոչինչ չառաջարկի, Յուվենտուսը սկսի տանջվել, բայց այդպես էլ չստացվի այս խաղում հաղթանակ տոնել։ Իրականում Յուվենտուսը ուներ պահեր, բայց այդ պահերը չէր կարողանում օգտագործել, շատ լավ էր խաղում Սասուոլոյի դարպասապահը, խաղի 79-րդ րոպեին Վաբան գնաց Սպալետին, խաղադաշտ մտան վաղուց չխաղացած Դուշան Վլախովիչը եւ Միլիկը, համապատասխանաբար փոխարինելով Կելիին եւ Ժերեմի Բոգային, եւ սրանից հետո խաղը ակտիվացավ, առաջին իսկ հպման Վլախովիչը վաստակեց 11 մետրանոց, այնտեղ նրա գլխից գնդակը եկավ եւ դիպավ Սասուոլոյի պաշտպանի ձեռքին, ցավարը վառով դիտեց, նշանակեց եւ Լոկատելին ուղղակի նվիրեց գնդակը դարպասապահին։ Այս դրվագից հետո եւս մեկ հիասքանչ հնարավորություն ուներ Յուվենտուսը գոլ խփելու, շատ լավ հնարավորություն ունեցավ Միլիկը, բայց նորից փայլեց դարպասապահը, հետո այնտեղ կարող էր ավելացնել
Վլախովիչը, բայց ուղղակի այնտեղ միլիմետրերը չբավականեցրեցին, որպեսզի հասնի գնդակին։ Յուվենտուսը շատ լուրջ ճնշում ապահովեց խաղի վերջի րոպեներին, բայց կամ փայլում էր դարպասապահը, կամ չէր ստացվում վերջի փոխանցումը, կամ շեղ էր ընթանում որոշակի առումով, եւ Յուվենտուսը կորցրեց շատ կարևոր միավորներ, իսկ Յուվենտուսի անմիջական երկու մրցակիցները հետո պետք է հաղթեին։ Հիմա խոսենք հենց Յուվենտուսի անմիջական մրցակիցների մասին, որոնք իրենց խաղերում հաղթեցին։ Նախ Կոմոն խաղում էր Իտալիայի առաջնության առաջողակի հետ, Պիզայի հետ, վերջին տեղի թիմի հետ եւ ուղղակի ջախջախեց մրցակցին, բոլոր առումներով գերազանցեց, նախ 7-րդ րոպեին Դիաոն բացեց հաշիվը, հետո 29-րդ րոպեին թիմի գլխավոր ռմբարկու Դովիկասը հաշիվը դարձրեց 2-0, Դիաոյի փոխանցումից հետո 48-րդ րոպեին Բատորինան հաշիվը դարձրեց 3-0, 75-րդ րոպեին Մորենոյի փոխանցումից հերթական գոլը խփեց Նիկո Պասը, եւ 81-րդ րոպեին Պերոնեն Կուհնի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 5-0, տոտալ ջախջախում եւ Կոմոն շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականում։ Հետաքրքիր հանդիպում էր Բոլոնիան Լացիոն, որին այսպես ուղղակի նշեմ, որ Լացիոն հաղթեց 2-0 հաշվով, բայց այլևս չանդրադառնամ, Ատալանտան իր հերթին հաղթեց Վերոնային 1-0 հաշվով, Ռոման եւս հաղթեց 1-0 հաշվով Լեչեին, ընդհանուր առմամբ դժվար խաղ ստացվեց եւ իրականում Լեչեն վատ տպավորություն չէր թողնում եւ ընդհանուր առմամբ երկրորդ խաղակեսում, առաջի խաղակեսը շատ անհետաքրքիր պայքարում անցավ, գրեթե պայք չկային, ընդամենը 1 դիպուկ արված, իսկ երկրորդ խաղակեսում արդեն ավելի լավ տպավորություն էր թողնում Լեչեն, բայց դա իրեն ոչինչ չտվեց, որովհետեւ երկրորդ խաղակեսում միակ գոլը խփեց Հերմոսոյի փոխանցումից հետո Վասը եւ Ռոման իր համար շատ կարեւոր հաղթանակ տոնեց Եվրոպա լիգայի ցավալի պարտությունից հետո Բոլոնիայի նկատմամբ։ Բոլոնիան, ինչպես հասկացաք, իր հերթին պարտվել էր Լացիոյին տանը։ Եվ տուրի վերջին հանդիպումը Ինտեր Ֆիորենտինա, շատ բարդ է միշտ խաղալ Ֆիորենտինայի հարկի տակ, դա բոլորը գիտեն, ինչքան էլ Ֆիորենտինան լինի վատ վիճակում, Ֆիորենտինան սեփական հարկի տակ միշտ վտանգավոր է եւ այս խաղում էլ Ֆիորենտինան ավելի լավ էր խաղում, ավելի շատ էր հարվածում, ավելի շատ հնարավորություններ էր ստեղծում եւ հենց դրա համար էլ արժանի չէր պարտության։ Թերևս խաղի արդեն առաջին 5 րոպեին Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո Էսպոսիտոն հաշիվը բացեց, դրանից հետո շատ ծանր ուժային պայքար էր ընթանում, շատ էին դեղին քարտերը, Ֆիորենտինան ավելի շատ պայեր էր ստեղծում, Ինտերից ավելի լավ էր խաղում եւ արժանի էր ամենակիչը ոչ ոքի եւ ի վերջո խաղի 77-րդ րոպեին Նդուրը խփեց գոլը, կորզեց ոչ ոքին, Ֆիորենտինան եկի վերջում կարող էր նաեւ հաղթել այս խաղը, հաղթանակի այսպես ղեկը թեքել իր կողմը, բայց չստացվեց։ Այս խաղերից հետո առաջնության առաջատարը շարունակում է մնալ Ինտերը 69 միավորով, բայց արդեն միավորների տարբերությունը կրճատվել է։ Միլանը երկրորդն է 63 միավորով, Նապոլին 62 միավորով երրորդն է, այստեղ Նապոլին եւս ուզում է արդեն ինչ-որ կերպ միանալ պայքարին, 4-րդ տեղում Կոմոն է 57 միավորով, Յուվենտուսը 5-րդն է 54 միավորով եւ նույնքան միավոր ունի նաեւ Ռոման, որը եւս 54 միավորով 6-րդն է եւ 7-րդ տեղում Ատալանտան է 50 միավորով։ Այստեղ եւս Եվրագավաթային պայքարը ուղղակի մահացու է, չեմպիոնական պայքարը եւս սրվեց։ Առաջնության գլխավոր ռմբարկուն շարունակում է մնալ Լաուտարո Մարտինեսը, որի թիվը ոչ մի կերպ չի փոխվում, 14 գոլ եւ 4 գոլային փոխանցում, երկրորդը Դովիկասն է Կոմոյից 11 գոլ եւ 1 գոլային փոխանցում, երրորդը Կոմոյից Նիկո Պասն է 10 գոլ եւ 6 գոլային փոխանցում, երրորդ տեղը նրա հետ կիսում է 4-րդ տեղի հետ համապատասխանաբար Յուվենտուսից Քենան Յիլդիզը նույնիսկ 10 եւ 6 եւ 5-րդում Դավիսն է Ուդինեզեից 10 գոլ եւ 3 գոլային փոխանցում։ Ասերիայի այս տուրում իրականում երկու, այսպես ասած, ինչ որտեղ հետաքրքիր հանդիպումներ եղան, բայց ընդհանուր տուրը անհետաքրքիր ստացվեց։ Չեմպիոնական պայքարը ամեն դեպքում այս տուրում ձգվեց եւ առաջնության մնացած մյուս 8 տուրերում շատ թեժ է լինելու եւ չեմպիոնական պայքարը եւ թեժ է լինելու իհարկե Եվրագավաթային գոտիներում պայքարը, որին մենք իհարկե անպայման կանդրադառնանք։ Եկավ իմ կարծիքով ամենահետաքրքիր առաջնության մասին խոսելու հերթը եւ իհարկե չչարաշահեմ ձեր համբերությունը եւ միանգամից ասեմ, որ այդ առաջնությունը Անգլիայի Պրեմիեր լիգան է, որտեղ այս տուրում չէին խաղալու Արսենալը եւ Մանչեսթեր Սիթին, որովհետեւ նրանք անցկացնելու էին Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը, որի մասին ես կխոսեմ
Վերջում։ Իսկ հիմա եկեք խոսենք ԱՊԼ-ի տուրի այս հանդիպումների մասին։ Առաջին հանդիպումը իհարկե Բորնմութ Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումն էր։ Բորնմութի հարկի տակ երբեք հեշտ չխաղալը, Ռաուլ Սաների դեմ միշտ բարդ է խաղալը եւ այս խաղն էլ իհարկե բացառություն չէ։ Բոլոր առումներով հավասար հանդիպում էր, որտեղ եթե կային ինչ-որ առավելություններ, ապա դրանք չնչին էին եւ դրանք ավելի շատ Բորնմութի կողմն էին, չգիտեմ, Բորնմութը ավելի շատ էր տիրում գնդակին, Բորնմութը համատաբար ավելի շատ էր հարվածում, թերևս առաջի խաղակեսում Մանչեսթեր Յունայթեդը օրինակ ավելի լավ տպավորություն թողեց, քան երկրորդ խաղակեսում, իմ կարծիքով Բորնմութը երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղաց, Յունայթեդը առաջի խաղակեսում ավելի լավ խաղաց եւ ընդհանուր առմամբ բոլոր առումներով հավասար հանդիպում էր եւ հաշիվն էլ իմ կարծիքով արդարացիր է։ Թերևս խոսենք սցենարի մասին, որը շատ հետաքրքիր է։ Առաջի խաղակեսում գոլեր չեղան, բայց երկու թիմերն էլ հատկապես Յունայթեդը կարող էր բացել խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Կունյան շատ լավ նկարեց, իհարկե այնտեղ կար 11 մետրանոց, բայց նաև Կունյային պետք է ծափահարություններ տալ, շատ գեղեցիկ նկարելու համար 11 մետրանոցը եւ Բրունո Ֆերնանդեշը վստահորեն հասցրեց այն խաղի 61-րդ րոպեին 1-0, խաղի 67-րդ րոպեին, այսպես ասած ոչ մի բանից, բայց շատ գեղեցիկ գոլ խփեց Կրիստիեն Տրուֆերտի փոխանցումից հետո, սրանից հետո եղավ հետաքրքիր փոփոխություն, ՄԲՕՄ-ի փոխարեն խաղադաշտում հայտնվեց Շեշկոն, թվում էր թե Շեշկոն այս խաղում եւս պետք է հերոս դառնալ, բայց նրան կարծես թե տրված չէր։ Այ 71-րդ րոպեին եղավ ինքնագոլ եւ Հիլը, այսպես ասած, գրավեց սեփական դարպասը եւ Յունայթեդը հաշիվը դարձրեց 1-2։ Սրանից հետո սցենարը ամբողջովին փոխվեց, Մագուայրը ստացավ կարմիր կարդ եւ միանգամից նաեւ 11 մետրանոց կրկնակի պատիժ, այնտեղ իմ կարծիքով մրցավարը ճիշտ էր, որովհետեւ վերջին հույսի խախտում էր, իսկ Անգլիայում մենք սովորել ենք, որ նմանատիպ խախտումների համար եւ դինում է կարմիր կարդ եւ դինում է 11 մետրանոց։ Դեպ այդ Հիլի գոլի դրվագում Մագուայրը հենց եղավ այն ֆուտբոլիստը, ում շնորհիվ Հիլը ինքնագոլի հեղինակ դարձավ եւ ընդամենը 7 րոպե հետո այսպիսի արկածախնդրություն վստահորեն իրացրեց 11 մետրանոցը Կրոպին, հաշիվը դարձրեց 2-2 եւ դրանից հետո Բորնմութի բոլոր փորձերը անհաջող էին, Յունայթեդը 10 հոգով չկարողացավ ոչինչ առաջարկել։ Իհարկե այս խաղում ես ուզում եմ խոսել մի դրվագի մասին, որը կարծում եմ ազդեց խաղի վրա, այնտեղ դրվագներից մեկում Դիալոյի նկատմամբ իմ կարծիքով կար կանոնների խախտում տուգանային հրապարակում, եթե օրինակ Կունյայի այդ դրվագը 11 մետրանոց էր, ապա Դիալոյի դրվագը հաստատ 11 մետրանոց էր։ Այնտեղ պաշտպանը հստակ քաշեց, գցեց, բայց այդ 11 մետրանոցը մրցավարները չտեսան։ Ամեն դեպքում Յունայթեդը միավորներ կորցրեց եւ խաղաց ոչ ոքի Բորնմութի հետ, թերևս խաղի ընդհանուր այսպես ասած հնարավորությունները հենց խոսում էին ոչ ոքի մասին։ Հաջորդ հանդիպումը Բրայթոն-Լիվերպուլ, ինչ կարելի է ասել Լիվերպուլի մասին, Լիվերպուլը նորից ձախողեց խաղը, մրցակիցը արժանի էր հաղթանակի, ավելի լավ էր խաղում եւ արժանիորեն հաղթեց։ Խաղի 14-րդ րոպեին Գոմեսի փոխանցումից հետո Վելբեքը հաշիվը դարձրեց 1-0, Կերկեզը հետո խփեց 30-րդ րոպեին Լիվերպուլի գոլը 1-1, երկրորդ խաղակեսում Վելբեքը նաև դուբլի հեղինակ դարձավ Սելվուդի փոխանցումից հետո եւ սրանից հետո Լիվերպուլը ոչինչ չկարողացավ առաջարկել, որպեսզի փրկի այս խաղը, անգամ կարող էր բաց թողնել երրորդ գոլը, բայց բաց թողեց եւ պարտվեց 2-1 հաշվով, այլ ոչ թե 3-1 Լիվերպուլի հերթական անհաջող խաղը ԱՊԼ-ում, որը շատ անկեղծ ասած ցավալի է Լիվերպուլի երկրպագուների համար, որովհետեւ չգիտեմ, թերևս Լիվերպուլի երկրպագուների ցավը հիմա արդեն, այսպես ասած, ներկենք այլ մեկ ցավով, լոնդոնյան կապույտ կողմի ցավով, Էվերտոնը սեփական հարկի տակ մրցում էր Չելսիին եւ Չելսին ուղղակի տոտալ ձախողվեց այս հանդիպումում։ Չեմ ասի, թե խաղային ասպեկտում զիջում էին, ավելի քիչ պահեր էին ստեղծելուց էլ փայլում էր Փիկֆորդը, հերթական ֆենոմենալ խաղը Փիկֆորդի կողմից աննորմալ մի հատ սեյվ ցած խաղում, որը հուսով եմ տեսել եք եւ հնարավորության դեպքում հուսով եմ այն մարդը, ով որ սովորաբար մոնտաժում է իմ տեսանյութը, հնարավորության դեպքում եթե լինի կդնի այդ ֆենոմենալ սեյվը Փիկֆորդի այս խաղի։ Ինչևէ խաղի 33-րդ րոպեին Գարների փոխանցումից հետո Բետոն առաջինը հասավ գնդակին եւ գնդակը Սանչեսի վրայով ուղարկեց դարպասը 1-0, մեկնարկեց երկրորդ խաղակեսը, նույն Բետոն 62-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0, Գեյի փոխանցումից հետո այստեղ կոպտագույն սխալ թույլ տվեց Սանչեսը, որտեղ այդ հարվածը ընդհանրապես այսպես գոլային չէր, բայց Սանչեսը գնդակը
ուղղակի մցրեց դարպասը, Չելսիի դարպասապահի խնդիրը շարունակում է շատ լուրջ խնդիր մնալ, Չելսիի քաոսը շարունակվում է, Ռոսենորի շուրջ խոսակցությունները, որ նա հեռացվելու է այս տեմպերով, եւս շարունակվում են, այնտեղ Էնցոյի հետ կապված արդեն կան նորություններ, որ նա ցանկանում է հեռանալ։ Մի խոսքով Չելսիում իրական կատաստրոֆա է։ Եվ այս խաղի այդ կատաստրոֆայի վերջնական նշակետը Բետոյի փոխանցումից հետո դրեց Նդիայեն խաղի 76-րդ րոպեին 3-0։ Այո, Չելսին այս խաղում ուներ պահեր եւ 1-0-ի ժամանակ, եւ 2-0-ի ժամանակ, եւ 3-0-ի ժամանակ, բայց բոլոր դեպքերում ֆանտաստիկ էր Փիկֆորդը, որը ֆենոմենալ դարպասապահ եւ ինչու որ Չելսին թող գործի օրինակ Փիկֆորդին բերել իրեն որպես դարպասապահ, որովհետեւ իրոք Չելսի երկու դարպասապահներն էլ ամեն խաղի ինչ որ մի նոր խայտառակ սխալով են աչքի ընկնում։ Ոչ Յորգենսենը, ոչ էլ Սանչեսը այս թիմի մակարդակի չեն։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել, Տոտենհեմ Նոթինգեմ հանդիպումն է, բայց միջև այդ նշեմ, որ Նյուքասլը պարտվեց սեփական հարկի տակ Սանդերլենդին եւ խաղի վերջին րոպեին բաց թողեց գոլ Բրոբից եւ պարտվեց։ Նշեմ, որ Ասթոն Վիլլան Վեսթ Հեմի հետ խաղում կարողացավ 2-0 հաղթել եւ շատ կարեւոր հաղթանակ տորավ, որտեղ բոլոր այն մրցակիցները, ովքեր խաղում էին այս տուրում միավորներ, այսպես ասած կորցրեցին իրեն մոտ գտնել, իրեն ով կարող էր իրեն հավասարվել այնտեղ էլ Բրենֆորդը Լիդսի հետ 0-0 խաղաց սեփական հարկի տակ Լիդսի, մի խոսքով չգիտեմ, Ասթոն Վիլայի համար սա շատ կարևոր հաղթանակ է եւ ուզում եմ առանձնահատուկ խոսել Տոտենհեմ Նոթինգեմ խաղի մասին, շատ կարևոր հանդիպում էր Տոտենհեմի համար, որովհետեւ երկու թիմերն էլ շատ մոտ են վտանգավոր գոտուն։ Եվ այս խաղում Տոտենհեմի համար հաղթանակը օդ ու ջրի պես պետք էր, ընդհանուր առմամբ հավասար հանդիպում էր ընթանում, բայց իր պայերը չէր օգտագործում Տոտենհեմը, իսկ Նոթինգեմը օգտագործում էր։ Նախ Նեկո Վիլյամսի փոխանցումից հետո խաղի 45-րդ րոպեին Իգոր Ժեզուսը բացեց խաղի հաշիվը, երկրորդ խաղակեսում Հադսոն Օդոյի փոխանցումից հետո Գիբս Վայթը 62-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0 եւ խաղի յուղոտ վերջակետը Նեկո Վիլյամսի երկրորդ գոլային փոխանցումը այս խաղում Ավոնին հաշիվը դարձրեց 87-րդ րոպեին 3-0 եւ Տոտենհեմը սեփական հարկի տակ սեփական երկրպագուների աչքի առաջ հերթական խայտառակ պարտությունը կրեց եւ այս պահին այս խաղերից հետո մրցաշարային աուսյակն եմ ուզում նշել, Արսենալը 31 խաղերից հետո ունի 70 միավոր, Մանչեսթեր Սիթին 30 խաղերից հետո ունի 61 միավոր, Մանչեսթեր Յունայթեդը 31 խաղերից հետո ունի 55 միավոր, Ասթոն Վիլան 31 խաղերից հետո ունի 54 միավոր, համապատասխանաբար այդքան խաղերից հետո 5-րդ տեղում Լիվերպուլն է 49 միավորով, 6-րդ տեղում Չելսին է 48 միավորով, 7-րդ եւ 8-րդ տեղերը կիսում են Բրենֆորդը եւ Էվերտոնը 46 միավորով եւ նաեւ նշենք, որ Ֆուլհեմը եւ Բրայթոնը եւ Սանդերլենդը համապատասխանաբար 44, 43, 43, 9, 10 եւ 11։ Այնտեղ հետո գալիս է Նյուքասլը, Բորնմութը 42-ական միավորով, այստեղ պայքարը իհարկե կարող է վերջին 7 տուրերում շատ սրվել։ Հիմա վերջի մասին եմ ուզում խոսել, Տոտենհեմը այս պահին 17-րդ հորիզոնականում է 30 միավորով եւ 18-րդ տեղի Վեսթ Հեմից առաջ է ընդամենը 1 միավոր, որը ունի 29 միավոր։ 16-րդ տեղում Նոթինգեմն է 32 միավորով եւ 15-րդ տեղում Լիդսն է 33 միավորով։ Հիմնականում այս թիմերի մեջ 7 տուրերում պայքար է տալու, այսպես ասած, 18-րդ տեղում չլինելու համար, այս պահին այնտեղ Վեսթ Հեմն է, տեսնենք ինչպես կլինի Տոտենհեմի իրավիճակը, իրոք այսպես ասած նախանձելի չէ։ Եվ այն հանդիպումը, որի մասին ուզում եմ առանձնահատուկ խոսել, այո, այդ հանդիպումը ԱՊԼ-ում չէր, այդ հանդիպումը Անգլիայի լիգայի գավաթում էր, բայց դա եզրափակիչ էր եւ իհարկե ես ցանկանում եմ այդ խաղի մասին խոսել։ Մի անգամ նշեմ, որ տակտիկական շատ չոր պայքար էր, երկու մարզիչներն էլ ընտրել էին իրենց, այսպես ասած, ամենահարմար խաղաոճերը, երկուսն էլ ունեին հստակ խաղային պլան, Սիթին փորձում էր ավելի շատ գնդակը պահել եւ լցնելով Տուգանային հրապարակը գտնել իր պահերը, Արսենալն էլ խաղում էր նորից պրագմատիկ ֆուտբոլ, հնարավորությունների դեպքում գնում էր առաջ, փորձում էր գտնել իր պահերը եւ այսպես ասած պատժել Մանչեսթեր Սիթիին սխալների վրա, օգտագործել ստանդարտները, որոնք այս խաղում ընդհանրապես Արսենալի մոտ չստացվին։ Ընդհանուր առում խաղի մեկնարկում Արսենալը ավելի լավ մեկնարկեց եւ
մի տպավորիչ դրվագ եղավ, որտեղ 3 սեյվ միաժամանակ իրար հետևից ավելի ճիշտ կատարեց Թրաֆորդը, այնտեղ նախ Հավերցը չկարողացավ գոլ խփել, հետո սակայն երկու փորձով չկարողացավ գրավել Թրաֆորդի դարպասը, եւ դա առաջի խաղակեսի երևի ամենասուր պահն էր։ Դրանից հետո ընդհանուր առմամբ խաղը հավասարվեց, հետո City-ն խաղավերջում որոշակի առավելություն ստացավ, բայց ընդհանուր առմամբ հավասար խաղ էր, տակտիկական 4 պայքար, որտեղ գրեթե, այսպես ասած, վտանգավոր պայեր չէին լինում եւ եւս մեկ այսպես կիսապահ ունեցավ առաջի խաղակեսում Մանչեսթեր Սիթին։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից City-ն շատ լուրջ մտավ պայքարի մեջ, շատ ակտիվ սկսեց, ամբողջությամբ վերցրեց գնդակը, Արսենալը միայն պաշտպանվում էր, հակագրոհելիս էր շատ բացառիկ դեպքերում էր հակագրոհում եւ այդ ճնշումը տվեց իր արդյունքները։ Այսպես ասած, Գվարդիոլան արեց տակտիկական մի հանճարեղ քայլ, եւս մեկ անգամ ցույց տալով, որ իր ճաղատը աշխարհում լավագույնն է եւ գուցե նաեւ պատմության մեջ լավագույնն է։ Նա ընդհանուր առմամբ եզրային ֆուտբոլիստերի միջոցով էր փորձում սպառնալ եւ եզրային փոխանցումներով էր ուզում սպառնալ մրցակցին, բայց նա մի հետաքրքիր քայլ արեց, նա եզրային պաշտպաններից մեկին խնդրեց ավելի շատ մտնել կենտրոնական գոտի եւ նա էլ հենց դարձավ այն ավելորդ ֆուտբոլիստը, այսպես ասած, երկու դեպքում ավելորդ իհարկե Արսենալի համար ում չէին կարողանում հսկել, իսկ City-ի համար իհարկե այն ֆուտբոլիստը, որը պետք է լիներ գոլ էր խփողը։ Իհարկե առաջի գոլի դրվագում եզրային փոխանցումից հետո սխալվեց Կեպան եւ դրան առաջինը առաջարկել, այսպես ասած, արձագանքեց Օռայլին եւ հաշիվը դարձրեց 1-0 60 րոպեին, բայց արդեն 64-րդ րոպեին, երբ Նունյեշը փոխանցեց, այսինքն երկու ֆուլբեքերը կտեղտեցին երկրորդ գոլը, այդտեղ արդեն իհարկե Հոլանդը շատ իր վրա հիասքանչ վերցրեց մյուս պաշտպաններին, Սալիբային ու Գաբրիելին, որոնք իրականում հրաշալի էին խաղում, բայց այստեղ արդեն այսպես ասած Տուգանային հրապարակ անընդհատ մտնում էին City-ի ֆուտբոլիստները եւ դրան հակախաղը, այսպես ասած, երկրորդ խաղակեսում չգտավ Արտետան եւ դրա համար բաց թողեց նաեւ երկրորդ գոլը, Օռայլին գլխով խփեց նաեւ երկրորդ գոլը 2-0 եւ ասել, որ սրանից հետո Արսենալը ինչ որ բան առաջարկեց Մանչեսթեր Սիթիին սուտ կլինի, այո, այնտեղ դրվագներից մեկում եղավ հարված եւ գնդակը դիպավ դարպասաձողին, բայց ընդհանուր առմամբ Արսենալի ոչ փոփոխությունները օգուտ տվեցին, այնտեղ կարելի է հիշել նաեւ Կալաֆյորիի հարվածը, որը կողքից դիպավ դարպասաձողին, բայց ընդհանուր առմամբ Արսենալը այս երկու գոլը էստո կար տպավորություն, որ ինքն էլ չի հավատում, որ կարող է փրկել այս հանդիպումը։ Եվ այո, Արտետան պարտվեց, այսպես ասած, իր ուսուցչին, Պեպ Գվարդիոլան հիասքանչ դաս տվեց բոլորին, ովքեր չէին հավատում իրեն, այսպես ասած, ամբողջովին փակեց բոլոր այն մարդկանց բերանները, ովքեր ասում էին, որ նա սպառվել է, նա այլևս չի կարող City-ին հաջողություններ բերել, Արսենալը շատ հեշտ հաղթելու է Մանչեսթեր Սիթիին, հատկապես Ռեալի հետ ձախողվելուց հետո, որտեղ Ռեալը հիմա շատ թույլ է եւ եթե նա է կարողանում հաղթել, ապա ինչ կանի Արսենալը, որ այս պահին աշխարհի լավագույն թիմն է, բայց Գվարդիոլան եկավ եւ ասեց. Լրեք, փակեք ձեր բերանները, ես ողջ եմ, ես շարունակում եմ մնալ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը եւ ես ուզում եմ անել գեղեցիկ սիրո խոստովանություն Պեպ Գվարդիոլային այս տեսանյութում, նա ինձ համար պատմության լավագույն մարզիչն է եւ ես շատ եմ սիրում նրան եւ եթե հնարավորություն ունենամ երբևէ, ապա սիրով կհամբուրեմ նրա ճաղատը։ Շնորհավորում եմ City երկրպագուներին, ցավում եմ Արսենալի երկրպագուների համար, բայց նաեւ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր սկսել են անիմաստ քննադատել Արսենալին, թե Արսենալը չունի չեմպիոնական բնավորություն, նրանք նորից ամեն ինչ տանուլ են տալու, ընկերներ, Արսենալը պայքարում էր բոլոր տիտղոսների համար, այո, այս մեկը տանուլ տվեց եզրափակչում, բայց նա դեռ Անգլիայի գավաթում է, նա Չեմպիոնների լիգայում քառորդ եզրափակչում է, որտեղ ունի մրցակիցում կարող է անցնել միանշանակ, նա ԱՊԼ-ում ունի 9 միավորի տարբերություն, այո, City-ն 1 խաղ պակաս ունի, բայց եկեք հարգենք Արսենալին եւ հարգենք Արսենալի սեզոնը, որքան էլ շատ դեպքերում նրանց պրագմատիկ ֆուտբոլը մենք այսպես ասած երբեմն չենք սիրում եւ չենք ընդունում։ Այս խաղը ոչինչ չի որոշում եւ Արսենալը չդարձավ անհաջողակ թիմ կամ միշտ երկրորդը լինելու սինդրոմը ունեցող թիմ։ Եկեք սպասենք հետագա ընթացքին եւ տեսնենք ինչ կլինի։ Ամեն դեպքում գուցե այս հաղթանակը հոգեբանական ինչ որ առավելություն կտա City-ին, որը այլևս չի խաղում Չեմպիոնների լիգայում եւ կփորձի ԱՊԼ-ում պայքարը սրել Արսենալի հետ ու մեզ համար կլինի շատ թեժ պայքար։ Եվ իհարկե եկանք հասանք ամենավերջին եւ իհարկե վերջում խոսելու ենք Լա Լիգայի մասին, որտեղ տեղի ունեցան շատ հետաքրքիր հանդիպումներ եւ իհարկե ամենաշատը այս
Լա լիգայի այս տուրը զարդարեց մադրիդյան դերբին, որը իմ կարծիքով վերջին տարիների լավագույն մադրիդյան դերբին էր Լա լիգայում, բայց մինչև այդ խաղին անդրադառնալը եկեք առաջինը խոսենք Վիլյարեալ Ռեալ Սոսիեդադ հանդիպման մասին, որտեղ Վիլյարեալը իհարկե շոկը հարեց իր խաղով հատկապես առաջի խաղակեսում, ուներ այնտեղ հսկայական առավելություն, երկրորդ խաղակեսում եւս պետք է նշեմ, որ Վիլյարեալը ավելի լավ խաղաց եւ ընդհանուր առմամբ արժանի էր ավելի խոշոր հաշվով հաղթանակի, բայց հիմա ամեն ինչ հերթով։ Նախ խաղի 7-րդ րոպեին Կամեսանյայի փոխանցումից հետո Մորենոն հաշիվը դարձրեց 1-0, հետո խաղի 15-րդ րոպեին Միկուատաձեն հաշիվը դարձրեց 2-0, խաղի 23-րդ րոպեին Միկուատաձեի փոխանցումից հետո Նիկոլա Պեպեն հաշիվը դարձրեց 3-0, երկրորդ խաղակեսի մեկնարկում նոր խաղադաս մտած Սուչիչը հենց առաջին իսկ հպմամբ գրավեց դարպասը հաշիվը դարձնելով 3-1, բայց սրանից հետո ոչինչ չառաջարկեց Ռեալ Սոսիեդադը, ավելի լավ տպավորություն ուներ Վիլյարեալը եւ անկեղծ ասած Վիլյարեալի նման առավելությամբ հաղթանակը Սոսիեդադի հետ անակնկալ էր եւ ոչ սպասելի, որ Վիլյարեալը հենց այսպես լավ մարզավիճակում գտնվող Սոսիեդադին ուղղակի կոչնչացնի խաղային բոլոր ասպեկտներում։ Հաջորդ հանդիպումը, որի մասին ցանկանում եմ խոսել Լա լիգայում, դա Ատլետիկ Բիլբաո Բետիս հանդիպումն էր, եւս մեկ հետաքրքիր հանդիպում, եւս մեկ այսպես ասած, որոշակի առումով թոփ հանդիպում Լա լիգայում եւ այստեղ ամեն ինչ այսպես ասած վճռվեց առաջի խաղակեսում, ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ այս խաղում էլ երկրորդ խաղակեսում գրեթե ոչինչ չկատարվեց եւ հիմնական իրադարձությունները կատարվեցին առաջի խաղակեսում, առաջի խաղակեսում մեծ առավելություն ուներ Բիլբաոն եւ դրա համար էլ կարողացավ փոխհատուցել այդ առավելությունը նախ Ինյակի Վիլյամսի փոխանցումից հետո Վիվյանը խաղի 25-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ խաղի 45-րդ րոպեին նորից Ինյակի Վիլյամսի փոխանցումից հետո արդեն Սանսետը հաշիվը դարձրեց 2-0։ Երկրորդ խաղակեսում Բիլբաոն դադարեց խաղալը եւ սպասում էր, թե ինչ կառաջարկի Բետիսը ինչ-որ շատ պայեր չառաջարկեց, բայց անգամ շատ պայեր չառաջարկելով խաղի 75-րդ րոպեին Ֆորնալսը հաշիվը դարձրեց 2-1 եւ իրականում նաեւ 77-րդ րոպեին Բետիսը կարող էր հավասարեցնել խաղի հաշիվը եւ իրականում հավասարեցրեց Բակամբուն, բայց այնտեղ միջամտեց վառը, կար խաղից դուրս իրավիճակ եւ հանդիպումը այսպես էլ ավարտեց։ Բիլբաոն այսպես ասած միայն լավ խաղալով առաջի խաղակեսում վճռեց այս խաղի ելքը։ Մնացին մեզ վերջին երկու հանդիպումները Լա լիգա եւ իհարկե այդ հանդիպումների մասին խոսելու ենք ավելի երկար։ Առաջինը Բարսելոնա Ռայո Վալեկանո։ Սովորաբար Ռայո Վալեկանոն բարդ մրցակից է եւ Ռեալի համար, եւ Բարսելոնայի համար, եւ սովորաբար Բարսելոնայի համար։ Առաջի խաղակեսում ընդհանուր առմամբ շատ լավն էր Բարսելոնան, թերևս հենց խաղի առաջին իսկ րոպեին շատ լավ հնարավորություն ուներ Ռայո Վալեկանոն, բայց նորից փայլեց Ժոան Գարսիան։ Եվ առաջի խաղակեսում այդ դրվագից հետո ամբողջությամբ առավելությունը վերցրեց Բարսելոնան եւ այդ առավելությունը իհարկե վերցնելուց հետո նախ Կանսելոյի փոխանցումից հետո խաղի 24-րդ րոպեին Արաուխոն բացեց հաշիվը նորից անկյունային խաղարկումից հետո ստանդարտները իրականում շատ լավ են ստացվում Բարսելոնայի մոտ վերջին ժամանակներս, բայց ես առաջի խաղակեսում ուզում եմ խոսել մի դրվագի մասին, որը իմ համար մի քիչ կասկածելի էր։ 8-րդ րոպեին Ռաֆինյան իհարկե եւս շատ կոպիտ խախտում արեց, բայց ես այդտեղ չեմ մտածում, որ կարելի էր դեղին քարտից ավելի ծանր պատիժ հասցնել, բայց ահա 26-րդ րոպեին Լամին Յամալը կատարեց մի խախտում, որը իմ կարծիքով շատ կոպիտ էր եւ մրցավարը իրականում այդտեղ կարող էր դիտարկել նաեւ կարմիր քարտ, բայց մրցավարը դա չդիտարկեց։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, Բարսելոնա մոռացա նշեմ, որ Բարսելոնան առաջի խաղակեսում կարող էր եւս 2-3 գոլ խփել, եթե Ռաֆինյան օգտագործեր իր հնարավորությունները, բայց չօգտագործեց։ Մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ երկրորդ խաղակեսում պետք է նշեմ, որ Բարսելոնան անճանաչելիորեն փոխվեց, մի անգամից Լևանդովսկիի փոխարեն խաղադաշ մտավ Ֆերրան Տորեսը, չգիտեմ սա ինչու է պայմանավորված, գուցե վնասված կար Լևանդովսկիի մոտ կամ փորձում են հանգիստ տալ Լևանդովսկիին, չեմ կարող սա բացատրել։ Երկու փոփոխությամբ աչքի ընկավ նաև Ռայո Վալեկանոյի գլխավոր մարզիչը խաղակեսից անմիջապես հետո եւ պետք է նշեմ, որ երկրորդ խաղակեսում Ռայո Վալեկանոն հաճելիորեն զարմացրեց իր խաղով, ավելի լավ էին խաղում, ավելի սուր էին գրոհում եւ եթե չլիներ, այսպես ասած Ժոան Գարսիան եւ եթե չլիներ Էսպինոյի անհաջողությունը եւ ֆանտաստիկ դիրքից
բարձր հարվածելը, ապա այս խաղում միանշանակ Բարսելոնան չէր հաղթի։ Բարսելոնան տոտալ ձախողեց երկրորդ խաղակեսը, երկրորդ խաղակեսում իրականում եղավ եւս մի քանի դրվագ, որոնք իմ կարծիքով առնվազն կարող են ինչ-որ կերպ դիտարկվել։ Ռաֆինյան դեղին քարտ ունենալով եւս երկու խախտում կատարեց, ընդհանրապես շատ տարօրինակ էր, թե ինչու այդքան երկար ժամանակ չփոխարինվեց Յամալը եւ միայն խաղի 82-րդ րոպեին փոխարինվեց Յամալը եւս վտանգի տակ էր կարմիր քարտ ստանալու եւ իհարկե ամենատարօրինակն էր, թե ինչու այդպես էլ չփոխարինվեց Ռաֆինյան, որը այս խաղում կարող էր շատ հանգիստ կարմիր քարտ ստանալ, եթե մրցավարը ուղղակի ուզեր կամ տեսներ այն խախտումները, որոնք կատարվում են։ Ընդհանուր առմամբ մրցավարը շատ բան չէր տեսնում այս խաղում, շատ խախտումներ ուղղակի չէր նկատում, ոչ այս կամ ոչ այն կողմ, երբեմն չէր տալիս երկրորդ դեղին քարտեր, այդպիսի դրվագ եղավ նաև Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստներից մեկի մոտ։ Մի խոսքով մրցավարության հետ կապված իհարկե չէր կարող հարցեր չլիներ, որտեղ սա Լա լիգան էր։ Թերևս Բարսելոնան տոնեց շատ կարևոր հաղթանակ իր համար, կարևորագույն հաղթանակ, որովհետև նրանք հասկանում էին, որ մինչև միջազգային դադարը պետք է պահել այդ 4 միավորի առավելությունը եւ ով կարող է դատել Բարսելոնային, եթե Բարսելոնան հաղթում է։ Այո, առաջի խաղակեսում Բարսելոնան կարող էր խոշոր հաշվով հաղթել, բայց երկրորդ խաղակեսում Ռայոն ամեն ինչ արեց ոչ ոքի համար, բայց ուղղակի չկարողացավ գոլ խփել, որտեղ ֆանտաստիկ էր Ժոան Գարսիան եւ ծուռ էր Էսպինան։ Ռեալ Մադրիդ, Ատլետիկո Մադրիդ, տուրի կենտրոնական հանդիպումը, վերջին տարիների լավագույն մադրիդյան դերբին, որում իհարկե նորից չէին կարող չլինել մրցավարական սկանդալներ։ Ցավում եմ, որ այս խաղի եւս մրցավարական սկանդալների մասին եմ խոսելու, մրցավարական սխալների մասին եմ խոսելու, որովհետեւ ֆուտբոլային առումով սա ֆենոմենալ հանդիպում էր։ Ես վաղուց չէի տեսել այսքան լավ խաղացող Ռեալ Մադրիդը Ատլետիկո Մադրիդի հետ, հատկապես առաջի խաղակեսում, երկրորդ խաղակեսում եկը Ռեալը եւս լավն էր, բայց առաջի խաղակեսում Ռեալը իրոք շատ լավն էր։ Դիրքային առումով այն ինչ մտածել էր Ալվարո Արբելոան, դա ուղղակի ֆանտաստիկ էր։ Այն տեղաշարժերը, Ֆեդերիկո Վալվերդեի հարձակվելիս կենտրոնական հարձակվողի դիրքում հայտնվելը, Բրայմ Դիասի կիսապաշտպանությունում շարժը, ընդհանրապես Պիտարչի շարժը, ընդհանրապես Ռեալի կիսապաշտպանության շարժը, Վինիսիուսի շարժը, իր վրա խաղ վերցնելը, չգիտեմ, ամեն ինչ հիասքանչ էր։ Ուղղակի Ռեալը մսխում էր իր հնարավորությունները առաջի խաղակեսում, իսկ Ատլետիկոն դրանցից մեկը օգտագործեց եւ Սիմեոնեի ճգնաղագույն փոխանցումից հետո Լուկմանը հաշիվը դարձավ 1-0։ Իդեպ այս խաղի գոլերը դուք պարտավոր եք դիտել իմ Telegram-յան ալիքում կամ ինչ-որ ուրիշ տեղ, որովհետև մեկը մեկից գեղեցիկ գոլեր են։ Առաջի խաղակեսի միակ գոլը խփեց Լուկմանը, բայց այն խաղողարշ խաղակեսում Ռեալը առնվազն կարող էր խփել 3 գոլ, այնտեղ Վալվերդեն ուներ հնարավորություն, այնտեղ Կարվախալը ուներ հնարավորություն, Ռուդիգերը ուներ հնարավորություն, իհարկե շատ խառը կային, որ Ռեալը կարող էր առնվազն 2 գոլ խփել առաջի խաղակեսում, բայց չխփեց, բայց առաջի խաղակեսում ընդհանուր առմամբ եղավ մի դրվագ, որի մասին ես ուզում եմ անդրադառնալ, իհարկե այնտեղ ամեն ինչ կատարվեց Լյորենտեի հարվածից հետո, բայց գուցե այդ դրվագում կարող էր լինել 11 մետրանոց, ես այստեղ վստահ չեմ, որ սա 11 մետրանոց չէր, այո, այդտեղ Լորենտեն հարվածեց, գնդակը գնաց դեպի դարպասը, այն փրկեց Լունինը, բայց այդ ընթացքում եկավ եւ նրան բախվեց Կարվախալը, այսինքն այսպես սա անկումով եկավ եւ հարվածեց Լյորենտեին, այն ժամանակ եւ Լյորենտեն արդեն գնդակից ազատվել էր, այսինքն տեսականորեն այո, Կարվախալը չխանգարեց Լյորենտեին այդ դրվագում, այսպես ասած, հարվածել, բայց նա հարվածեց Լյորենտեին այնպիսի ժամանակ, երբ գնդակը դեռևս դաշտում էր ու դարպասապահը չէր որսացել, իսկ այսպիսի դեպքերում երբեմն մրցավարները նաև նշանակում են 11 մետրանոցներ, բայց այս դրվագում վառը չկանչեց, չմիջամտեց եւ Լյորենտեն էլ իրականում չբողոքեց, Դիեգո Սիմեոնեն խաղից հետո նշեց, որ իրենք պարտվել են ոչ թե մրցավարի պատճառով, այլ վատ խաղի եւ Ռեալի լավ խաղի պատճառով, բայց կարծում եմ այս դրվագում կարող էր լինել 11 մետրանոց եւ եթե լիներ 11 մետրանոց, իմ համար դա ավելի ճիշտ որոշում կլիներ։ Դա իհարկե այդ դրվագը եղավ իդեպ 0-0-ի ժամանակ, այլ ոչ թե 1-0-ի ժամանակ, որի մասին ես խոսեցի։
Մեկնարկեց երկրորդ խաղակեսը, Ռեալը նույն ոգևորությամբ, նույն ֆանտաստիկ տեղաշարժերով, առանց փոփոխությունների մտավ դաշտ եւ Բրահիմ Դիասը վարպետորեն վաստակեց 11 մետրանոց, այդտեղ իհարկե կար կանոնների խախտում եւ այն վստահորեն իրացրեց Վինիսիուս Ժունիորը։ Ընդամենը 3 րոպե հետո Ռեալը հիասքանչ պրեսինգի դիմեց եւ նոր խաղադաշտ հայտնված Խիմենեսը, որը սխալվել էր նաեւ Տոտենհեմի հետ խաղում, այս խաղում էլ սխալվեց եւ Ֆեդե Վալվերդեն օգտվեց այդ սխալից եւ խփեց երկրորդ 2-1։ Սրանից հետո երրակի փոփոխություն տեղի ունեցավ Ատլետիկո Մադրիդի կազմում, նախ Գրիզմանի փոխարեն Սորլոտը հայտնվեց, Կարդոսայի փոխարեն Գոնսալեսը, ով ի դեպ պետք է ստանար երկրորդ դեղին քարտը երկրորդ խաղակեսի մեկնարկում, բայց չստացավ, սա եւս մեկ սկանդալային դրվագ էր, որին ուզում եմ անդրադառնալ, ակնհայտ Արագրոյի կասեցում հետևից քաշել Բրահիմ Դիասին, բայց մրցավարը ներեց։ Ես շատ եմ ցավում իրոք, որ խոսում եմ այս մրցավարական դրվագների մասին, որովհետև ֆուտբոլը ուղղակի ֆանտաստիկ էր, այս խաղի ռիթմը ֆանտաստիկ էր, երկու թիմերը իրենց սխեմայում Ատլետիկոն պաշտպանվելիս եւ հակագրոհելիս, իսկ Ռեալը հարցակվողական դիրքային այդ հիբրիդային տեղաշարժով ուղղակի ֆանտաստիկ էին։ Ի վերջո Լուկմանի փոխարեն նաև Մոլինան եղավ այդ փոփոխությունը, 64-րդ րոպեին Պիտարջի փոխարեն Մբապեն հայտնվեց, իսկ Կարվախալի փոխարեն հայտնվեց Ալեքսանդր Արնոլդը։ Եվ ընդամենը 2 րոպե հետո Մոլինան խփեց Խուլիան Ալվարեսի փոխանցումից հետո դերևս այնտեղ փոխանցումը կարևոր չէր, հերթական շեդևրը։ Ինչպես Խետաֆեի հետ խաղում, այս խաղում էլ Մոլինան խփում է Պուշկաշին արժանի գեղեցկության ֆանտաստիկ գոլ։ Անպայման դիտեք այս գոլը, եթե չեք դիտել այս խաղը, ընդհանրապես այս խաղի գոլերը դիտեք, որովհետև իրոք շքեղ է, սրա մասին երկրորդ անգամ եմ ասում, բայց շատ գեղեցիկ գոլ էր։ Սրանից հետո Ռեալ Մադրիդը ակտիվացավ, Ալեքսանդր Արնոլդը հակագրոհի ժամանակ հիասքանչ տեղաշարժվեց առաջ, երբ բոլորը սպասում էին, որ նա պետք է փոխանցի Կիլիան Մբապեին, Կիլիան Մբապեն իր վրա տարավ 2-3 պաշտպան, Արնոլդը շքեղ փոխանցում կատարեց դեպի Վինիսիուսը, իսկ մնացածը բրազիլական սամբա էր եւ բրազիլական վարպետություն։ Վինիսիուսը վերցրեց գնդակը եւ ֆենոմենալ գեղեցկությամբ գնդակը ուղարկեց Ատլետիկո Մադրիդի դարպասը, այս խաղի հերթական շքեղ գոլը, Վինիսիուսը գնաց երկրպագուների մոտ, այսպես, եւ ասեց՝ այ հիմա քննադատեք, այ հիմա ասեք, որ ես չեմ օգնում Ռեալին, այ հիմա ասեք, որ Սիթիին ես չհաղթեցի, այ հիմա ասեք, որ Ատլետիկոին ես չեմ հաղթում։ Ինչ կարող էր ավելի շքեղ լինել այսքանից հետո։ Իհարկե կլիներ ամեն ինչ այդքան շքեղ, եթե նորից չխառնվեր մրցավարությունը։ Խաղի 74-րդ րոպեին Գյուլերի փոխարեն խաղադաշտում հայտնվում է Բելինգեմը, իսկ Դիասի փոխարեն Կամավինգան, իսկ խաղի 77-րդ րոպեին Ֆեդե Վալվերդեն ստանում է կարմիր քարտ, եւ դրա պատասխանը գիտի, թե ինչու միայն Մունուերան։ Այո, առաջի կրկնապատկերում ինչ որ կերպ թվաց, որ գուցե դա միտումնավոր հարված էր Բայենայի ոտքին եւ հաշվի առնելով Ֆեդե Վալվերդե Բայենա կյանքի բերումով շատ միջադեպեր, Բայենայի պոռնկությունը ժամանակին եւ երեխային վիրավորելը Վալվերդեի եւ Վալվերդեի, այսպես ասած, կուլիսների հետևում բռունցքով նրա բերնին հարվածը եւ ընդհանրապես այդ երկու ֆուտբոլիստների մեջ դարվածությունը, որը միշտ լինում է մադրիդյան դերբիներում, գուցե Մոնուերան մտածեց, որ այդ հարվածը միտումնավոր է։ Բայց երբ ցույց տվեցին մեզ երկրորդ կրկնապատկերը, ցույց տվեցին երրորդ կրկնապատկերը, չորրորդ կրկնապատկերը, երբ որ ես խաղից հետո դիտեցի այդ կրկնապատկերը, ես ուղղակի ապուշ կտրեցի, թե ինչպես կարող է դա լինել կարմիր քարտ։ Հետո հիշեցի, թե ով է Մոնուերան։ Մոնուերան այն մրցավարն է, որը Օսասունայի հետ խաղում անգլերեն չիմանալու համար, երբ որ ես հայոյանքը իհարկե չեմ ասի, ես այդ բառը կփոխարինեմ այդ հայտնի հայոյանքը խնձոր բառով, երբ որ խնձոր յուն շփոթեց խնձոր օֆի հետ եւ կարմիր քարտ ցուցադրեց Բելինգեմին։ Կարծես թե այս մրցավարի դեմ դրված է առաջադրանք ամեն խաղում, ամեն տարի ավելի ճիշտ Լա Լիգայում մեկ խաղում անիմաստ կարմիր քարտ տալ Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներից ինչ որ մեկին եւ այս անգամ զոհը Ֆեդե Վալվերդեն։ Սրանից հետո իհարկե Ատլետիկոն ակտիվացավ, Ռեալին շատ բարդ էր, որովհետեւ Վալվերդեն փակում էր ամբողջ աչքոտին եւ ինչն էր զարմանալի, որ աչքոտում այսպես ասած Ալեքսանդր Արնոլդին օգնում էր Կիլիան Մբապեն։ Հետո ես արդեն այնտեղ չգիտեմ, անընդհատ հասկանում եմ, որ հիմա պետք է լինի փոփոխություն, պետք է Վինիսիուսի փոխարեն հայտնվի ինչ որ մեկը, որզի Մբապեն գնա առաջ եւ աջ եզրում կամ Բելինգեմը տեղափոխվի կամ ինչ որ մի ֆուտբոլիստ, որը կփակի այդ դիրքը, որովհետեւ դա շատ կոծելի դիրք է։ Այդ դիրքից եկավ փոխանցում Ալվարեսին, Ալվարեսը ֆենոմենալ հարված կատարեց, բայց շատ գեղեցիկ նորից գոլ կլիներ, բայց գնդակը դիպավ դարպասաձողին, դա Ատլետիկոյի դեպ միակ ստեղծած բանն էր կարմիր քարտից հետո,
Հետո եղավ Վինիսիուսը իհարկե փոխարինում է, ինչը սպասվում էր, Կարերասը մտավ, ձախ եզրը փորձեցին բետոնել Կարերասը եւ Ֆրան Գարսիան, իսկ արդեն Մբապեն եւ Ջուդ Բելինգեմը աջ եզրում էին օգնում, այնտեղ երբեմն նաև Չուամենին էր գնում, որտեղ դա շատ բաց եզր էր հաշվի առնելով Արնոլդի պաշտպանողական ունակությունները, բայց Ատլետիկոն չկարողացավ իրականում այդ եզրում սեղմել, այո, այդ եզրից եկավ մի փոխանցում, որտեղ գուցե գնդակը կարող էր հասնել Սորլոտին եւ Սորլոտը կհարվածեր, բայց այնտեղ հայտնվեց այս խաղի Ատլետիկոյի, այսպես ասած, անվերջ, այսպես դեմը հայտնվող եւ ասողը չէ, դուք այս խաղում չեք գրելու եւ գցեց Սորլոտին, շատ ծիծաղելի դրվագ էր, հետո Սորլոտը եւս մեկ թույլ գլխով արված կատարեց, փրկեց Լունինը եւ հանդիպումը այսպես էլ ավարտվեց 3-2 հաշվով։ Եվ ես նորից կրկնում եմ, ես շատ եմ ցավում, որ այս ֆենոմենալ դերբին, որը վերջին տարիների Լա Լիգայի լավագույն մադրիդյան դերբին էր, ունեցավ այսքան մրցավարական սխալներ։ 1-11 մետրանոցի կարծիքով պետք է լիներ Ատլետիկոյի օգտին, մեկ կարմիր քարտ պետք է լիներ Ատլետիկոյի դեմ եւ Ռեալը չպետք է ստանար կարմիր քարտ, բայց մրցավարությունը, ինչպես միշտ Լա Լիգայում, մնում է նույնը, անորակ։ Եվ այս խաղերից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը. Բարսելոնան 73 միավորով առաջին հորիզոնականում է 29 տուրերից հետո, համապատասխանաբար տուրերով խաղացել են նաև մյուս թիմերը, Ռեալ Մադրիդը 69 միավորով երկրորդն է, Վիլյարեալը 58 միավորով երրորդն է, Ատլետիկո Մադրիդը 4-րդն է 57 միավորով, 5-րդ տեղում Բետիսն է 44 միավորով եւ Սելտա Վիգոն 6-րդն է 41 միավորով։ Նաև նշեմ, որ Ատլետիկ Բիլբաոն, Խետաֆեն, Ռեալ Սոսիեդադը համապատասխանաբար ունեն 38-ական միավոր եւ կիսում են 7-րդ, 8-րդ, 9-րդ տեղը եւ նրանց շատ մոտ են Օսասունան եւ Էսպանյոլը 37-ական միավորով եւ այստեղ կարող ենք նաեւ նշել Վալենսիային, որը 35 միավորով 12-րդն է եւ եթե շատ ուզենք կարող ենք նշել նաեւ Ժիրոնային, որը 13-րդ տեղն է 34 միավորով։ Այստեղ եւս կարող է շատ թեժ լինել Եվրագավաթային գոտիների համար պայքարը, իսկ չեմպիոնական պայքարը Ռեալի եւ Բարսելոնայի միջև շարունակվում է։ Այսօր նաեւ հաստատվեց Էլ Կլասիկոյի օրը, մայիսի 10-ին ժամը կարծես թե 23:00-ին լինելու է Էլ Կլասիկոն։ Այսքանն է Լա Լիգայի հետ կապված իմ կարծիքը, իսկ ինձ մնում է հիշեցնել միայն, որ ընկերներ, դուք միանաք իմ YouTube-յան ալիքին, որտեղ շատ քիչ է մնացել, որպեսզի մենք հասնենք 1000 հետևորդի, եւ ես արդեն պատրաստ եմ նկար ունեմ, որպեսզի հրապարակեմ այդ 1000-րդ հետևորդը եւ շատ այսպես մեծ հաճույքով ու խանդավառությամբ սպասում եմ այդ պահին եւ շատ եմ ուրախանում ձեր դրական կարծիքներից, որ դուք նշում եք իմ տեսանյութերի տակ, գրում եք ինձ առանձին եւ հավանում եք այն աշխատանքը, որը ես կատարում եմ, որովհետեւ հավատացեք, իրականում ես ահռելի մեծ ռեսուրսներ եմ ծախսում, որպեսզի ամեն անգամ նկարեմ այս տեսանյութերը, որովհետև ես շատ խաղեր եմ նայում, ես նկարում եմ այս տեսանյութերը սովորաբար աննորմալ ժամերի, երբ բոլոր մարդիկ քնած են, որտեղ ես չունեմ ժամանակ, որպեսզի նկարեմ ավելի լավ ժամերի։ Հուսով եմ դուք կգնահատեք իմ աշխատանքը եւ դրա համար շատ կարեւոր է, որ դուք միանաք իմ YouTube-յան ալիքին։ Իհարկե հաճելի կլինի, որ հետևեք ինձ նաեւ իմ սոցիալական մյուս էջերում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Ընկերներ, կհանդիպենք արդեն հավաքականների խաղերից հետո եւ ես իհարկե ուզում եմ տեսանյութ նկարել Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Հայաստանի հավաքականի մասին եւ հուսով եմ մեզ մոտ կլինեն այնպիսի հետաքրքիր եւ հաղթական երեկոներ, որոնց մասին տեսանյութը մենք կդիտենք մեծ հաճույքով։ Իսկ ես հիմա փորձեմ գնալ քնելու, իսկ այս տեսանյութը երբ որ հայտնվի, դուք այդ ժամանակ հաճույքով հատկապես հավանաբար աշխատանքից հետո կամ աշխատանքի ընթացքում կդիտեք եւ կասեք ապրես Վահագ ջան, հուսով եմ, վատ բաներ չասեք։ Լավ մնացեք, գնացեք